Հարյուրամյակն առանց ռեժիմի նախաձեռնության անդամների այսօր Գյումրիում հրավիրած հանրահավաքը առանց միջադեպերի չանցան։ Մի խումբ երիտասարդներ անընդմեջ փորձում էին սուլոցներով խանգարել հավաքի անցկացմանը, պարբերաբար տեղաշարժվում ու վեճի էին բռնվում մասնակիցների հետ։ Դուք դեկորացիա չեք այս հրապարակում, անցեք ձեր գործառույթներին։ Տարածքում հսկողություն իրականացնող ոստիկանները սակայն որևէ կերպ չէին արձագանքում այդ գործողություններին, միջամտեցին միայն այն ժամանակ, երբ այդ երիտասարդները սկսեցին ձվեր նետել հանրահավաքի մասնակիցների ուղղությամբ։ Եթե բերման չեկացեք, ենթարկեցիք եք դակոտների ոստիկաններ պատասխանատու դուք եք։ Մեր տղաների խնդրում ենք վերադառնալ, մի տրվեք սադրանքների, բոլորը վերադարձեք։ Հետեք եք, վերում բոլորը հետեք եք։ Հետեք եք, խնդրում ենք, պահանջում ենք։ Հետեք գարի բոլորը։ Շայա, իրենք ուզածը մի տրվեք։ Հանրահավաքի մասնակիցներից ոմանք փորձեցին հետապնդել ձվեր նետողներին ու հենց այդ ժամանակ էլ հիմնադիր խորհրդարանի անդամներից մեկը Հրաչյա Միրզոյանը դանակահարվեց։ Երիտասարդներ էին, դրանք ոգևոր սադրանքով, ոստիկանները իրանց հետևից վազեցին, ես ոստիկանների հետ վազեցի, հետո վերջինը, որը ետ էր մնացել, երևույթին զգաց, որ ճանաչեցին, փախավ, ես էլ իրան ճանաչեցի, խփեց դանակով փախավ։ Հրաչյա Միրզոյանին տեղափոխեցին Գյումրու բժշկական կենտրոն, հիվանդանոցի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանն ազատությանը փոխանցեց, որ այս պահին հիվանդը հետազոտվում է։ Ներկայացին ուրեմն հետազոտական միջամտություններից հետո պարզվեց, որ հիվանդի մոտ վնասումը թափանցող է եւ թափանցել է գորովային խոռոչ, 9-10 միջկողային տարածքից դեպի գորովային խոռոչ։ Հիմա այս պահին վերցված է հիվանդը վիրահատության, հիվանդը գտնվում է վիրահատական սեղանին, վնասված է փայծախը, կատարում է գործողություններ։ Վիրահատվում է։ Իսկ կյանքին վտանգ սպառնացող վնասված է։ Վիրահատվում է հիվանդը, վիրահատությունից հետո արդեն կարծում եմ, որ կտեղափոխվի առայժմ վերակենդանացման պաշտամունք, այնուհետև նոր կերևա հետագա անելիքները եւ վիճակի մասին կարող եմ ձեզ տեղեկություն տալ։ Հիմնադիր խորհրդարանի ներկայացուցիչ Վարդան Հակոբյանը դիմելով տարածքում հսկողություն իրականացնող ոստիկաններին ասաց. Այնքան հապաղեցին հանցավոր անտարբերության, ծառայական պարտավորությունների չկատարման պարագայում աչքի առաջ դանակահարվեց մեր պատգամավորը։ Ես կարծում եմ սրա համար դուք պարոնայք ոստիկաններ մանավանդ բարձրաստիճան անձնական պատասխանատվություն պետք է կրեք ու դա պետք է ոչ շուշանա չկրեք այս ռեժիմի օրոք, կրելու եք ապագայում։ Հանրահավաքի ավարտին էլ մի կին մոտեցավ Ժիրայր Սեֆիլյանին եւ վիրավորանքներ հասցրեց նրան։ Ոստիկանություն այստեղ հերթական սադրիչն է հայտնվել։ Առանց ռեժիմի նախաձեռնած հանրահավաքը չնայած բավականին լարված մթնոլորտին այնուամենայնիվ կայացավ։ Իդեպ հանրահավաքը խոչընդոտողների խումբը այն նույն երիտասարդներն էին, ովքեր 3 շաբաթ առաջ հավաքվել էին քաղաքի մուտքի մոտ, որպեսզի թույլ չտային նախախորհրդարանի անդամների կազմակերպած ավտոերթի մուտքը Գյումրի։ Հարյուրամյակն առանց ռեժիմի նախաձեռնության անդամները այսօր եկել էին Գյումրի ասելու, որ այլևս այսպես ապրելն անհնար է, որ գործող ռեժիմը հեռանալու է։ Այն մարդիկ, այն ուժերը, որոնք ասում են, որ պետք է պատրաստվենք 17 թվի ընտրություններին կամ 18 թվի ընտրություններին, մեծ հաշվով ոչ մի բանով չեն տարբերվում այս ռեժիմից։ Վերջ կուսակցականությանը, վերջ տայֆաբազությանը, ժամանակ եկել է համախմբվելու ժողովրդի հետ, լինելու ժողովրդի կողքին։ Մենք ժամանակ չունենք։ Երբ մենք ասում ենք ժամանակ չունենք, բադաղական չէ, որ այդ շեշտադրումը կատարում ենք։ Բոլորը տեսնում եք ինչպիսի
արնական վիճակում է մեր երկիրը, ինչպիսի տեմպերով է դադարվում մեր երկիրը։ Այնինչ մենք ուզում ենք անենք ապրիլ 24-ից սկսյալ, դա մեզ չի հաջողվելու անել մի տարի, երկու տարի հետո, դրանում վստահ եղեք։ Մենք հասել ենք այնպիսի մի եզրակացի, որ դրանից այն կողմ այլևս որևէ ռեսուրս մենք չենք ունենալու։ Սա մեր միակ առիթն է լինելու այս անիվը հակառակ ուղղությամբ շուրջ տալու։ Ես չեմ կասկածում մեր հաջողությանը։